ես աշխատել եմ երկար տարիներ ռադիո երաժշտական խմբագրությունում, բայց երկար տարիներ աշխատում եմ արվեստի բնագավառում Բերլինում, աշխատել եմ Բերլինի լավագույն պատկերասրահներից մեկում, Բրեմեր պատկերասրահ, արվեստի պատկերասրահ էր կոչվում, եւ շատ էի առնչվում արվեստի հետ, կոլաժներով զբաղվել եմ Երևանում իմ համար որպես հոբի, լուրջ զբաղվեցի Բերլինում եւ վերջին տարիները զբաղվում եմ արդեն ոչ թե որպես հոբի, այլ պրոֆեսիոնալ, որովհետեւ ունեցել եմ մի շարք ցուցահանդեսներ։ Բերլինում ես մի շարք ցուցահանդեսներ ունեցել եմ։ Վերջին ցուցահանդեսը Վիեննայում խմբակային ցուցահանդես էր, հուլիսի 1-ին կայացավ։ Նոյեմբերի 20-ին ունեմ Բերլինում ցուցահանդես, ապրիլի 24-ին ես մի նկարահանման խմբով Երևանում էի, բացի իմ լուսանկարչությունից ես զբաղվում եմ նաև ուրիշ մշակութային ծրագրերով կապված Հայաստանի հետ, նկարում են գերմանացիները ֆիլմ մեր դուդուկի մասին։ Եվ այդ խմբում ես աշխատում եմ, ապրիլի 24-ին մենք գտնվում ենք Երևանում, 100-ամյակի հետ կապված մենք ծրագրավորել ենք անպայման լինել Երևանում եւ այդ ամբողջ արարողություններին ներկա լինել եւ մեր մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի կողքին գտնվել, ուղեկցել նրան, իրեն եւ իր թոռնիկին Ջիվան Գասպարյանին, յունիորին, որը շարունակում է այդ ավանդույթը։ Այսքան կապը Հայաստանի հետ բան։ Անշուշտ, ես անցյալ տարի 4 անգամ եղել եմ Երևանում։ Եվ մենք 100-ամյակի հետ կապված ստեղ ենք, աշխատում ենք։ Բերել եմ հետ մի քանի գործ, ունեի այդ միտքը, մտածում էի միգուցե 100-ամյակի հետ կապված ինչ որ մի ցուցահանդես լինի, իսկ կարող եմ 1-2 գործ ցուցադրել։ Ու ես զանգեցի թանգարան, ինչ-որ մեկը ինձ խորհուրդ տվեց, փորձի զանգելու ժամանակակից արվեստի թանգարան, ես զանգեցի, իրենք ինձ ժամ տվեցին, ես իմ գործերով եկա, Նունե Ավետիսյանը եւ Զարա Այրումյանը շատ ջերմ ինձ դիմավորեցին, նայեցին գործերը եւ ասին, գիտեք, իսկապես ցավալի է, որ 1-2 գործ ցուցադրվի, եկեք մենք ձեզ անհատական ցուցահանդեսի հնարավորություն ենք տալիս, ցուցադրեք ձեր գործերը, օգոստոսին վերջերին պետք է կայանար, հետո փոխվեց օրը սեպտեմբերի 4-ին։ Շատ լավ, քանի գործ եք ներկայացրել։ Մոտ 60, համարյա 60-59 գործ է ցուցադրվում։ Հետաքրքիր մոտեցում է շատ մրգերի հետ կապված, հա, հիմա մրգերն են ձեզ ոգեշնչել, թե մարդիկ։ Շատ սիրուն հետաքրքիր հարց է, երևի երկուսը։ Անշուշտ առաջի հերթին մարդը, բնությունը, պտուղը իմ հերոսն է, պրոտագոնիստն է, ամենտեղ ինքը կա տարբեր ձևերով, տարբեր ֆորմաներով, գույներով, միայն չեմ նայում ես այդ պտուղներին, մենակ որ իրանք շատ համեղ են, հյութեղ են եւ գեղեցիկ են, փորձում եմ իրենց մեջ ինչ-որ մարդկային մարմնի նույնիսկ, փորձում իրանց մեջ սիմվոլիկա գտնել, փնտրել ու գտնել։ Շարքերը բաժանել ենք Վենուս, ֆիլմի աստղերը, Անցողիկի մելանխոլիան, բարոկ շրջանին շատ ոգեշնչել է, այդ սիմվոլիկան, այդ զգայականությունը, շքեղությունը, ներքին ազատությունը, ձերբազատված լինելը, որտեղ բարոկ շրջանում փոխվեց շատ մարդկանց առօրյան, Հոլանդիայում, երբ որ իրենք կալվինիստ են, կաթոլիկ չեն, այդ
կաթոլիցիզմից մի քիչ հեռանալը իրենց մեջ բերեց այդ ներքին եւ արտաքին ազատությունը եւ դա իրենց գործերի մեջ շատ լավ արտահայտված է իրենց առօրյան փոքրիկ այդ տեսարանները սեղանի շուրջ նստած խմում են ընկնում են գետնին շունիկը կատվի հետևից վազելով կամ երեխաները խաղում են մի խոսքով կամ Ռուբենսի կանայք որոնք համարցակ մերկ կանգնած են մորթիներով մի քիչ պատված, մի քիչ ծածկված չկար դա վաղ շրջանում ու դա ինձ իսկապես հետաքրքրեց ու ինչ որ առումով դարավ ոնց որ լապտերիկի պես մի բան էր լույս էր տալիս ու ամեն անգամ ինչ որ նոր մտքեր էին գալիս կառուցում են անշուշտ իմ պատմությունները շատ հաճախ Գերմանիայում ինձ հարցնում են իսկ ինչու եք գունավոր անում ինչու եք գունավոր այդ մեկից չեմ կարող հրաժարվել որտեվ գույնը լույսը բերել եմ իմ հետ Հայաստանից տարել եմ մութ մռայլ եւ մութ Բերլինը Գերմանիան գեղեցիկ հետաքրքիր երկիր է բայց ինչ որ վերաբերվում է երկնքին բնությանը հարավի մարդուն շատ դժվար է ընտելանալ եւ ես կոմպենսացնում եմ իմ նկարներով լույս եմ բերում իմ կյանքիս մեջ Եվ այդ լույսը տարածում եմ մարդկանց, իմ պատմություններով, սերը, մարդը, բնությունը, սերը, ուրիշ ոչ մի բան չկա, ու արանքի պատմությունները, որոնք ես ինքս ստեղծում եմ, թե իմ երևակայությունն է, թե իմ պատմություններն է, որ ես կարդում եմ ամեն օր ու դրանից ինչ-որ մտքեր են առաջանում։ Այսքան ընթացքում անձասնոտ Ընթացքում ճիշտ միշտ աշխատանքի պահին ես երբ որ արևոտ օր է իմ մոտ կա արդեն նկարելու ինչ որ մի բան ստեղծելու ցանկությունը բացի դրանից երբ որ ես ինչ որ պտուղներ եմ տեսնում որ մի օր առաջ ասենք թե տեսել եմ միտեղ գնում եմ բերում եմ ու գիտեմ որ առավոտյան իրանց հարկավոր է ոնց որ կինոյում իրանք պետք է այսօր արդեն բեմ եմ կառուցում սենց կտորներով շարում եմ, սենց սիրուն, հա կոմպոզիցիա եմ անում, ոնց որ նկարիչը սենց սիրուն ամեն ինչ սենց կառուցում է, հետո կտավի վրա սկսում է սիրուն նկարել, ես լուսանկարում եմ, ոչ մի տեխնիկական միջոց չեմ օգտագործում, Photoshop չկա, ձեռքի աշխատանք, հաճախ ասում են ձեռքի աշխատանքի գնահատվում է եւ նույնիսկ կա հոդված Անգելիկա Լայցկը, գերմանացի արվեստաբան, որը գրում է մի քանի սրահների համար, գալերեաների համար, շեշտում է, որ սա իսկապես շատ բնական է, տարբերվում է, անշուշտ շատ բան կարելի է անել տեխնիկապես, բայց ես հեռու եմ, ինձ չի ձգում Ես այդ աշխարհը ինձ համար մի քիչ արհեստական է, ես ուզում եմ ավելի բնական դառնալ, որովհետև շատ հաճախ նույնիսկ ես լսել եմ, որ ասում են ոնց որ կինոյից մի կադր լինի, այո, կարող է կինոյի պես, իսկ կինոյում ես միշտ մարդը ինչ-որ մի պատմություն է ուզում գտնի, ես պատմություն եմ փորձում տալ այդ նկարներին, ոչ թե միայն ինչ-որ պերֆեկտ, կատարյալ նկարած մի բան, ինչ լավ օգտագործա, ֆանտաստիկ ամեն ինչ արել է, չէ, ես դա չեմ ուզում, գնահատում եմ, հարգում եմ ով որ զբաղվում է, բայց դա իմ տարերքը չի։ Ձեր սիրելի կա մի ֆիլմ, որը ամենասիրելին է ձեզ համար։ Գիտեք, այն շարքը, որ նվիրված է կինոյին եւ 2015 թվականին Բերլինի փառատոնի շրջանակներում ցուցադրվեց մի սրահում, իրենք սպոնսորներ էին եւ ես նկարեցի մի շարք, որտեղ Liz Taylor-ը, Elizabeth Taylor-ը, Sophie Loren-ը, Jean Maren, Marina Vladin, Maurice Ronne, գերմանացի դերասանուհի Բրիգիտա Միրը, ես այդ կոլաժներով ցուցադրեցի իմ գործերը մետաղե թիթեղների վրա եւ իսկապես շատ հաջող անցավ եւ նույնիսկ վաճառեցի երկու գործ։ Ինչ տպավորությունն է եւ շարունակվելու են ցուցադրել։ Գիտեք, տպավորությունը շատ լավ էր։ Ես շատ շնորհակալ եմ
թե թանգարանի կազմակերպիչների կողմից, նորենի կողմից, ամբողջ բոլոր աշխատակիցների կողմից, այցելուների կողմից, շատ ջերմ էր, շատ անմիջական էր, հետաքրքիր էր, ես տեսա հետաքրքրություն, շատ շոյված, շատ զգացված եւ շնորհակալ եմ։ Եվ նոր գործերով կուզեք հետո ավելի ցուցադրել։ Դա արդեն իմ կամքս չի, այլ եթե հետաքրքրություն լինի ուրիշ կազմակերպիչների կողմից, ինչու՞ չէ։